Դե ինչ լսեցինք Արտուր Մեշչյանին, վերադարձանք եւ ժամանակն է խոսել սպորտից, ավելի կոնկրետ բասկետբոլից եւ մեր տանում են մեր այսօրվա առաջին հյուրերը։ Բասկետբոլի Հայաստանի M16 հավաքականը 9 տարի անց կրկին նվաճեց Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոնի կոչումը հուլիսի 4-ից 12-ը Երևանում անցկացված առաջնությունում։ Անցած 2 տարիներին այս արիքային հավաքականը դարձել էր մրցաշարի բրոնզե մեդալակիր։ Այս առաջնությունը նշանակավոր է ոչ միայն հաղթանակով, այլև իսկական հայկական ճակատագրական հանդիպումներով։ Ներկայացնենք այսօրվա մեր հյուրերին բասկետբոլի Հայաստանի M16 հավաքականի մարզչական շտաբի անդամներ Լևոն Սարմազյան եւ Մխիթար Վարդանյան, ինչպես նաեւ բասկետբոլի Հայաստանի M16 հավաքականի խաղացողներ Դավիթ Զոհրաբյան եւ Ալեքսանդր Աբրահամյան։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Նախ ուզում եմ շնորհավորել ձեզ մեր անունից եւ Շանթ հեռուստաընկերության անունից հաղթանակի արդիվ։ Մենք իհարկե հետևում էինք ամբողջ ընթացքին եւ բարբերաբար անդրադարձել ենք այս թեմային։ Ուզում եմ ձեզ հարցնել, ինչ նշանակություն ունի այս հաղթանակը հայկական բասկետբոլի համար 9 տարի անց։ Նախ բարև ձեզ, շնորհակալություն շնորհավորանքների համար։ Իմ կարծիքով սա պատմական տոն էր մեր բոլորի համար, քանի որ 9 տարի անց կարողացել ենք նորից չեմպիոն դառնալ եւ փոխադրվել հաջորդ դիվիզիոն եւ արդեն մյուս մրցաշրջանում հանդես կգանք B դիվիզիոնում։ Իմ կարծիքով սա պատմական օր է մեր սպորտաձևի եւ բոլորիս համար։ Ինչը օգնեց, որ հաղթանակը այս անգամ վերջապես 9 տարի անց կերտվի։ Ասեմ ձեզ միավորումը, ճիշտ ընդրությունները, խաղացողների մի բռունցքի նման պայքարեցինք ու վստահ հաղթանակ տարեցինք։ Միակ տարբերակը էր, որ մի բռունցքով աշխատեցինք, վստահ էինք։ Լավ, այս անգամ խաղացողների կազմի փոփոխություն եղել էր, չէր եղել, որտեղից էին խաղացողները, արդյոք դա նպաստեց նաև հաղթանակին։ Ասեմ ձեզ, փետրվար ամսից արդեն աշխատանքները սկսել էինք, մոտավորապես 20-ից ավել խաղացողներ ունեինք, մինչև ընդրեցինք ճիշտ խաղացողներ, Քոչ Նարեգի հետ համագործակցում էինք, միշտ կապի մեջ էինք, ընդրեցինք 12-ը ու 3 խաղացող Ամերիկայից, 2 խաղացող Ռուսաստանից ու թիմը լրիվ ստացվեց ու վստահ հաղթանակներ դարինք, շատ վստահ ենք։ Հրաշալի, սպասում ենք այս հաղթանակին, դուք սպասում եք, սիրելի հաղթողներ կարելի ասել, սպասում եք արդյոք բարդ տրվեց հաղթանակը, ինչպես էր ամբողջ ընթացքը ձեզ համար։ Ընդհանրապես ընթացքը շատ բարդ էր, որովհետև մենք բոլորս ընդհանրապես բարդ էր 2 շաբաթվա մեջ հասնել միասին, պարապել եւ միավորվել այսքան, բայց այո, մենք բոլորս սպասում ենք հաղթանակին եւ մենք հավատում ենք թե մեր բոլորի ուժին, բոլորս իրար, թե մեր ընկեր Նարեկի եւ տրեներների ուժին։ Հասցրել եք ընկերանալ այս շրջանում։ Այո, բոլորս հասցրել ենք։ Ահա, խոսափողը խնդրում եմ փոխանցեք։ Մենք մենակ մտածում ենք հաղթանակի համար, ուրիշ ոչի բան չենք մտածում։ Նույնը տրեները միշտ ասում ենք մենք ուզում ենք մենակ gold, մենակ ոսկի, դրա համար շատ սպլաչոն էինք ու մենակ մտածում ենք դրա համար։ Իսկ դուք Հայաստանից եք։ Ես Հայաստանից եմ, հա։ Հասկացա, բայց կային խաղացողներ, ովքեր եկել էին դրսից, ինչպես արդեն նշեցին, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, նրանց հետ հասցրեցիք մտերմանալ։ Հա, նրանց հետ շատ լավ ընկերացանք, դաժե որ լեզուներով մի քիչ դժվար էր, բայց փորձում ենք, ով որ գիտեր հայերեն կամ ով որ գիտեր ռուսերեն կամ էլ անգլերեն, փորձում ենք թարգմանենք, որ ավելի հեշտ իրար հասկանանք։ Հրաշալի։ Յուրաքանչյուր հաղթանակի ճանապարհին մենք հանդիպում ենք տարատեսակ բարդությունների, խնդիրների, դժվարությունների։ Այս հաղթանակը ինչ հեշտ տրվեց մեզ, թե կային այնուամենայնիվ խնդիրներ, ինչ որ կետեր, որտեղ հասկացաք, որ այս տարի տարբերվում է եւ մի փոքր բարդ է։ Իրականում շատ դժվարություններ ենք ունեցել, կարելի ասել հեշտ հաղթանակ չի եղել, բոլորը դժվարությամբ ենք նվաճել։ Նույն առաջին խաղը, երբ որ Անդորրայի հետ էինք մրցում, անցյալ տարի մենք հենց Անդորրային էինք փլեյ-օֆում պարտվել,
եւ շատ մարտական էինք տրամադրված Անդորրայի հանդեպ, որովհետեւ գիտենք, որ լուրջ մրցակից է ու վերջին 5 տարում մեր հավաքականը միշտ Անդորրային պարտվել է եւ կարելի է ասել վրեժ լուծեցինք եւ անցյալ տարվա տեղը հանեցինք բավականին մեծ միավորով հաղթեցինք Անդորրային եւ տուն ճանապարհեցինք իրենց շատ արագ, այո, դժվարություններ լինում է, հեշտ չի տրվում ոչ մի բան, բայց շատ մեծ աշխատանք է կատարվել այս փոքր օրերի ընթացքում, թե մարզչական, թե խաղացողների կողմից, մի վայրկյան չեն տրտնջացել տղաները, ամեն ինչ արել են իդեալական եւ ոնց որ մրցաշրջանի սկզբից սկսել էինք, որ միշտ ասում ենք գնում ենք միշտ gold ու տենց ստացվեց, հաղթեցինք եւ չեմպիոն դարձանք։ Հրաշալի։ Այսինքն այս մրցաշրջանում ամենադժվարը եւս Անդորրայի հետ խաղն էր, թե այլ դժվար խաղեր ավելի եւս դժվար խաղեր ենք ունեցել Մալտայի հետ, նույն Մոլդովայի հետ, Մոլդովայի 4 խաղակեսում կարելի ասել պարտվում էինք արդեն խաղը 5 Իսկ ինչը միավոր։ փոխեց ընթացքը։ Իմ կարծիքով հենց մեր տղաները, ովքեր որ շատ համառ են եղել հենց առաջնության սկզբից մինչև վերջ չեն հանձնվել եւ իրենց կամային որակների շնորհիվ ու մեր մարզչական ճիշտ տակտիկաների շնորհիվ, որոնք որ մեզ օգնեցին մինչև վերջ, կարողացանք հաղթել։ Իսկ մեր հավաքականի տղաների համար որն էր ամենաբարդ խաղը կամ ամենաբարդ կետը այս ամբողջ ընթացքում։ Ամենաբարդ խաղը իրոքից Մալթայի դեմ էր, որովհետև նրանք շատ բարձր էին տրամադրված մեր դեմ, քանի որ ոնց որ Անդորրայի դեմ մենք 4-0 էինք պարտվում միշտ եւ մենք այս տարի հաղթեցինք, նույնն էլ նրանց մոտ էր 5-1 հաշիվը օգուտ մեզ եւ նրանք էլ էին պատրաստ ամեն ինչ անել, որպեսզի այս տարի մեզ հաղթենք ֆինալում, բայց մենք մեր ուժի եւ թմային աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել։ Տղաներ, իսկ արդյոք տանը խաղալը օգնում է, այսինքն Հայաստանում եք խաղում եւ բնականաբար ձեզ աջակցություն ավելի շատ էր հասնում, ասում են, որ տրիբունաներից ձայները եւ այլն օգնում է մարզիկներին, թե դուք չեք լսում այդ ամենը։ Տանը խաղալը ընդհանրապես միշտ օգնում է, որտեղ դու այն հույսով ես խաղում, որ դու քո տանն ես ու ինչ էլ լինի, դու պետք է ամեն ինչ անես, որպեսզի հաղթես, որպեսզի ժողովրդին քո տրիբունային միշտ բարձր պահես էմոցիաներով եւ նույնն է տրիբունան քեզ էմոցիաներով բարձր է պահում եւ կարող է ապահովել քո լավ օրը եւ լավ խաղը։ Դուք ինչ կասեք։ Որ խաղում ես դու քո տանը, դու գիտես, որ չես կարա պարտվես, ձև չունես, որ եթե պարտվես, արդեն не было бы смысла։ Իմաստ չի ունենա։ Իմաստ չուներ ստեղ խաղար։ Դե մար համար մենք մենակ մտածում ենք, որ հաղթենք ու չգիտենք, որ կպարտվենք։ Իսկ ձեզ համար ում հետ էր, որ թիմի հետ էր ամենաբարդ խաղը։ Ամենաբարդ խաղն էր իմ կարծիքով Մոլդովայի հետ էր, որովհետև Մոլդովայի հետ մի խաղն էր, որ դաժե պարտվում էինք, բայց մենք мы собрались ու հետ եկեք ու 15-ով կրինք։ Հրաշալի։ Իսկ դուք հետևում եք այլ թիմերի խաղաոճերին, տակտիկաներին, թե ձեզ համար կարևոր է ձեր տակտիկան, ձեր մարզչի ուղղորդումները եւ չեք հետևում։ Մենք հետևում էինք, նայում էինք ինչ են խաղում, ոնց են խաղում պաշտպանությունը, ոնց են խաղում օֆենսը, нападение, որ հասկանանք что нам противопоставлять им։ Ու բայց միշտ նայում ենք տրեներների վրա, որ հասկանանք ինչ խաղանք, որտեղ մենք ոնց որ խաղացողներ ունենք ու դրանց մոտ ջոյստիկը։ Ահա, հետաքրքիր է։ Մարզչի մասին խոսենք։ Գլխավոր մարզչի անունը մի քանի անգամ նշեցիք, Նարեկ։ Ինչ դեր ունի նա այս հաղթանակի մեջ եւ կարծես թե վերջին ժամանակներում է միացել թիմին, ինչ տակտիկաներ է փոխել եւ արդյոք առաջիկայում նոր հաղթանակներ եւս սպասվում են։ Այդ հաղթանակների սպասումները անպայման պետք է որ լինի, սպասում ենք, իսկ իր ոճը, իր հասկացողությունը մի քիչ տարբեր էր այստեղից։ Ամերիկա ուրիշ աշխարհաբասկետի։ Միացյալ Նահանգներից միացել էր ձեզ։ Այո, ինքը որ եկավ իր էքսպերիենսը, փորձը ավելի բարձր էր եւ դրամատրեց մեզ այդ փորձը։ Միշտ
նորություններով բան արեցինք։ Այսինքն նոր տակտիկա, նոր ձևաչափ։ Շատ սիստեմներ ունենք ունենալու, որը որ մեզ օգնեց հաղթանակի հասնելու։ Մենք այնքան շատ սիստեմներ ունենք, որ կարող ենք ամեն թիմի դիմաց տարբեր սիստեմներով հանդես գայինք ու հակառակորդը չկարողանար վերլուծել մենք ինչ ենք խաղալու, թե պաշտպանությունը, թե հարձակումը։ Սպորտում այսօր ընդունված պրակտիկա է երկրներից խաղացողներ հրավիրել եւ իրենց երբ խաղացողները հավաքվում են տարբեր երկրներից, տարբեր տեղերից, սկզբում դժվար չի լինում արդյոք համատեղ խաղը մտածելակերպի տարբերություններից ելնելով եւ ընդհանուր խմբային խաղերի թիմային խաղերի դեպքում։ Ինքը լինում է տենց միջև ավելի հեշտ էր որ դղեկը եւ նորեկ եկողները իրար արագ շփվեցին, արագ ընկերացան, հեշտ եղավ։ Շատ շուտ ընկերացան բոլորը իրար հետ ու կարելի ասել բասկետբոլը մի հատ ընդհանուր լեզու ունի։ Ահա, թիմային մտածողություն ձևավորվեց։ Միանգամից շատ շուտ ընկերանում են եւ հասկանում են, որ մի նպատակ ունեն եւ պետքա գնան բոլորով միջև վերջ այդ նպատակը։ Հրավիրվել էին դրսից այլ երկրներից միայն հայազգի մարզիկներ, թե այլ ազգի մարզիկներ եւս կային։ Հայկական արմատներ ունեն բոլորը։ Հասկացա։ Իսկ թիմը ընդհանուր առմամբ չեմպիոնական բնավորություն ձևավորում է, թե այդպես ուղղակի ստացվում է, մարզիկները իրար հետ լեզու են գտնում, դա ստացվում է, թե դա արդեն կախված է մարզչից։ Իմ կարծիքով դա բոլորից է կախված, թե մարզչից, թե մարզիկներից պետք է հասկանան, որ միշտ ցանկացած մրցաշարում երբ որ հանդես ես գալիս, չես գնում ուղղակի մասնակցելու համար, այլ գնում ես միշտ հաղթելու համար։ Միշտ պետք է հաղթողի այդ ոգին լինի քո մեջ, միշտ պետք է ձգտես, որպեսզի հաղթես։ Մեր մարզիկներից մի քանիսը հայտնվեցին C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում։ Խնդրում եմ պատմեք նաև նրանց մասին, ովքեր էին, Հայաստանից էին, թե հրավիրված մարզիկներից էին։ Հրավիրված մարզիկներից էին Անթոնին, Իթոնը եւ երկուսն էին, այո։ Իրենք չէին սպասում, որ կդառնան լավագույն խաղացող։ Մանավանդ Անթոնին սենտերներ Իրականում բոլորն են լավը, բոլորը մեր սա խաղացողները ամբողջ մրցաշրջանի ընթացքում բոլորը ունեցել են ժամանակ Երևալու եւ առանձնահատուկ որպես Երևալու, դրա համար այդ որոշումը FIBA-ն է կայացրել ով լինելու այդ լավագույն հնգյակում ու իմ կարծիքով մեր խաղացողներից բոլորը արժանի են այդ հնգյակում լինելու համար։ Եթե անձամբ ես որոշողը լինեի, թե ում կտամ այդ հնգյակում, շատ բարդ կլիներ իմ համար, որտեղ բոլորը մեր չեմպիոնության համար մեծ լումա են ունեցել մեր բոլոր խաղացողները։ Հրաշալի։ Դեք դուք Հայաստանից եք, չէ՞, երկուսդ էլ։ Հրաշալի, արտերկրից եկած մասնակիցներ եւ գալիս են եւ միավորվում եք, թիմ եք ստեղծում։ Ինչ են նրանք ձեզ սովորեցնում եւ ինչ եք դուք սովորեցնում նրանց։ Ընդհանրապես մենք թե նրանց մոտ թե մեր մոտ լեզուն են բարդ, իրաց մոտ հայերեն է, մեր մոտ անգլերեն է։ Մենք տենց իրենց անգլերեն ենք սովորել, հայերեն ենք սովորեցնում իրենց անգլերեն, բայց ընդհանրապես բասկետբոլի ներսում խաղային վիճակների, դրվագների խոսում ենք ընդհանրապես, թե օրինակ այս դրվագում դու կարող ես սենց անել, որ այս դրվագում դու կարող ես նենց անել եւ մենք այդտենց իրար հետ սովորում ենք։ Ձեր փորձառությունները փոխանցում եք իրար։ Այո։ Իսկ դուք ինչ եք սովորել ձեր ընկերներից եւ ինչ եք սովորեցրել նրանց։ Мы обменивались менталитетами, որտեվ իրանք եկել են ուրիշ քաղաքներից, ուրիշ երկրներից ու նրանք по-другому մտածում են։ Անկերպ էին մտածում են։ Ու այդ մի քիչ դժվար է սկզբում, բայց մենք սաղ ունենք մի նպատակ, դրա համար мы сплотились ու կարողացանք շատ լավ ընկերներ դառնալ։ Լավ, իսկ ինչպես եք համատեղում ձեր ուսումը եւ մարզումները, ամեն օր եք մարզվում, թե շաբաթական մի քանի անգամ, ու այս ընթացքում ճիշտ է արձակուրդներ են, բայց արդյոք արձագանքներ ստացել եք ձեր դասընկերներից, դպրոցի դասատուներից եւ այլն։ Հա,
Շնորհավորել են սա մեզ բոլորը։ Մենք ամեն օր պատրաստվում ենք, ամեն օր խաղում ենք, մարզվում ենք, որ ուժեղնանք ու պատրաստել ենք խաղերի համար։ Դասերին չի խանգարում։ Դասերին չի խանգարում, մենք չենք մտածում դրա մասին, մենք մտածում ենք մենակ խաղերի մասին։ Հրաշալի, մենք հաղորդմանը պատրաստվեց մի հետաքրքիր պատմության մասին տեղեկացանք, որը տեղի ունեցել այս շրջանում, որ երկու խաղացողներ պատահաբար պարզել են, որ բարեկամներ են։ Իրար կորցած եղբայրների թոռներ են։ Եթե կարող եք մի փոքր մանրամասնել։ Շատ ինֆորմացիա չունենք այդ ամեն ինչի հետ կապված, որովհետև այդ իմացել ենք այն ընթացքում, երբ որ արդեն ֆինալին էինք պատրաստվում ու մեր համար նույնպես նորություն էր այդ ամեն ինչը։ Իմ կարծիքով հետո ֆեդերացիան կբարձրաձայնի այդ ամեն ինչի մասին։ Իրականում շատ ինֆորմացիա չունենք։ Երեխաների համար նույնպես շատ զարմանալի էր այդ ամեն ինչը։ Շատ է, ուրեմն մենք կհետևենք ֆեդերացիայի պաշտոնական հայտարարություններին, որովհետև այս պատմությունն իսկապես շատ հետաքրքիր եւ էպիկ է ու վստահ եմ շատ շատերին կհետաքրքրի նաեւ մեր հեռուստադիտողներին։ Խոսենք առաջիկա խաղերից, ինչին եք պատրաստվում, ինչ կերպ է ընթանում այս պահին, ապագայի պլանները, ինչ կանխատեսումներ ունեք ապագայում, արդյոք նորից չեմպիոններ կլինենք մենք հայերս ձեր շնորհիվ թե ոչ։ Հիմա արդեն պետք է մտածենք միայն B դիվիզիոնի մասին, որովհետև մեզ հիմա շանս է ընձեռնվել, որպեսզի հանդես գանք B դիվիզիոնում, կարելի ասել երկար ժամանակ երազանք ա եղել այդ ամեն ինչը։ Հիմա պետք է նույն ձև, նույն տրամադրվածությունով առաջ գնանք եւ փորձենք մեդալ ունենանք արդեն B դիվիզիոնում։ Հրաշալի է։ Ձեզ մաղթում ենք նորանոր հաղթանակներ, B դիվիզիոնում հույս ունենանք, որ կլինեք նորից չեմպիոն, մենք վստահաբար ձեզ կհյուրընկալենք մեր տաղավար եւ կխոսենք նաեւ այդ մասին հետագայում։ Շնորհակալություն զրույցի համար։ Անգամ շնորհավորում ենք ձեզ, շնորհավորում ենք մեզ, շնորհակալություն այս առօրյա մեզ հետ սկսելու համար։ Հիշեցնենք սիրելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում բասկետբոլի Հայաստանի M16 հավաքականի մարշչական շտաբի անդամներ Լևոն Սարմազյանը եւ Մխիթար Վարդանյանը, ինչպես նաեւ բասկետբոլի Հայաստանի M16 հավաքականի խաղացողներ Դավիթ Զոհրաբյանն ու Ալեքսանդր Աբրահամյանը։ Իսկ այս պահին երաժշտություն Շանթի եթերում։ Գնացինք։